Ինչի համար եք եկել այսօր մարզահամերգային համալիրում ենք։ Ինչի համար էս բոլոր ժողովուրդն են եկել, պետական միջոցառումա հրավերը ստացել ենք եկել ենք։ Երբ եք ստացել հրավերը պարոն։ Այնց հստակ չեմ հիշում, մոտ 1 շաբաթ։ Իսկ ինչ է նշված, ինչի համար են հրավիրել։ Ինչ թեմայով է քննարկումը լինելու։ Ծառայողների համաժողով է կոչվում, վարչապետը պետք է ելույթ ունենա, հետո պանելային քննարկում պետք է լինի, փոխվարչապետերը ներկա պետք է լինեն իմ իմանալով, երկրի նախագահը։ Ունած երևի թե 1-2 երաշտական համարներ կլինեն ու այս ձևը էլի օրակարգը դրված։ Երբևէ նման միջոցառում եղել է, դուք հիշում եք, մասնակցել եք, բոլոր քաղաքացիներին հավաքեն։ Անկեղծ ասած չեմ հիշում, հա, բայց ինքը գովելի է այն իմաստով, որ պետական ողջ համակարգը արժանանում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրությանը եւ ինտերակտիվ կապը այս նման միջոցառման միջոցով կառավարման համակարգի բոլոր շերտերի հետ մեծանում է իմ կարծիքով։ Պարոն Մեսրոպյան, հետցի թեմային էլի անդրադառնանք, Նարեկ Կարապետյանը արձագանքել է ձեր հայտարարությանը, որ այդ սերվերները ջնջվել էր, այդ ընթացքում նշել էր, որ դա վերականգնվել է եւ հակադարձել է ըստ էության ձեզ, ինչպես կմեկնաբանեք։ Չեմ մեկնաբանի, որովհետև ես ասել եմ այն ինչ ասել եմ եւ ես իմ ասացի տեղն եմ, թե իմ ամեն մի խոսքից հետո Նարեկ Կարապետյանը կամ մյուս մեծի նախկին գործընկերները ինչպես կարձագանքեն, դա իրենց իրավունքն է եւ իրենց գործն է, բայց ես իմ ասածների համար պատասխանատու եմ։ Առաջիկայում կապրենք, կտեսնենք, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում, ով է մարդկանց մոլորեցնելու օրակարգով հանդես գալի, ով է ռեալ պետության մասին եւ իրական սակագնի մասին մտածում։ Ժամանակը ցույց կտա։ Իրական սակագնի հետ կապված իրենց առաջարկը մերժվել էր, հա, փաստացի էժանացնելու։ Այդ մասին արգելի գործընկեր, ես բազմիցս արդեն մանրամասը խոսել եմ, հիմա մի քիչ ժամանակի սղություն ունենք այս պահին, բայց եթե զգամ, որ նորից անհրաժեշտություն կա, չեմ զլանա, նորից այդ մասին կանրադառնամ, բայց ինքը բանը էլի, այտենց ասենք իրենց առաջարկությունը շատ թույլ եւ շատ տենց մանիպուլյացիոն առաջարկություն է եղել, ես այդ մասին խոսել եմ, հա ջան։ Էժանացնելն է մանիպուլատիվ։ 0.2 դրամ, որը որ ամսվա կտրվածքով ընդամենը 40 դրամ կամ 50 դրամ ազդեցություն պետք է ունենա միջին ընտանիքի համար հայկական եւ նաեւ ստեղ միայն գումարի մասը չի խնդիրը։ Մենք չենք կարող սակագները տարվա կեսից ինքնանպատակ ինչ որ մեկի կմահաճություններից ելնելով իջացնել։ Մենք այդ բազմագործոն գումարելի է սակագինը եւ տարվա վերջում ենք ամփոփում սակագները, երբ որ հասկանում ենք բոլոր գործոնները ինչպիսի ազդեցություն են ունենալու, որպեսզի հասկանանք մենք կարող ենք այդ սակագինը իջացնել, իջացնելուց հետո կարող ենք 1, 2, 3 տարի այդ սակագինը պահել, ոչ թե 6 ամիսը մեկ սակագին իջացնենք, բարձրացնենք, ազգաբնակչության էլ մեկ այլ ծանր հոգեկան վիճակի մեջ դնենք։ Պարոն Մեսրոպյան, մի ճշտող հարց է, հա, այստեղ մասնակիցներից խոսում են, որ օրակարգում նաեւ 4 հանրապետության հարցն է քննարկվելու, խոսվել է այդ մասին։ Առհասարակ ձեր կարծիքը, հա, քանի որ այդ մասին մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն է խոսել։ Դուք կիսում եք այդ 4 հանրապետության տեսակետը Փաշինյանի։ Շատ քաղաքական հարց եք տալիս, հարգելի լրագրող, ես այտենց կաշկանդված եմ նաև իմ պաշտոնի անձնագրով նման հարցերի պատասխանելու, կլսեմ, կհասկանամ, որպես քաղաքացի կարծիքս կկազմեմ, բայց այս պահին այդ մասով տեղեկացված չեմ, միգուցե եթե խոսում են, եթե առաջարկում են, կա դրա երևի օբյեկտիվ անհրաժեշտությունը, պետք է մենք հասկանանք էլի մինչև վերջ։ Այսինքն մինչև այս չեք հետևել հայտարարություններին, որ 3-րդ հանրապետության էջի փակում են, 3-րդ հանրապետությունը ինչի խորհրդանիշ էր, 4-րդ հանրապետությունից փակում։ Ոնց եմ կրկնում, քաղաքական հարց եք տալի, քաղաքական հարցերին թույլ տվեք չպատասխանել։ Դուք կարծում եք, որ խաղաղությունը արդեն հաստատված է։ Դե ֆակտո հաստատված է, բայց խաղաղությունը դա այն գործընթացը չի, որ մեկ գործողությամբ կարելի է դրան հասնել։ Դա գործողությունների տևական հերթականություն է եւ ենթադրում է ժամանակ եւ ջանքեր։